Հայ ժողովուրդը կոմետասյան երգին մեջ գտավ ճանճեցավ իր հոգին, իր ոգեկան ինքնությունը, կոմիտաս վարդապետ սկիզբ մնե, որ վախճան չունի, ամ պիտի ապրի հայ ժողովուրդով, հայ ժողովուրդը պիտի ապրի իրմով ինչպես այսօր, այնպես ալ հավիտյան, Վազգեն առաջին, կաթողիկոս ամենայն հայոց։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունը նախաձեռնեց եւ իրականացրեց Կոմիտաս վարդապետ համահայկական փառատոնը, որը հայկազնյան ժողովրդի հանճարեղ զավակներից ամենահոգեհարազատի հայ հոգին երգ ու երաժշտությամբ վերծանած ու աշխարհով մեկ հնչեցրած անզուգական անկրկնելի Կոմիտասի հավերժացման կարևորագույն քայլ էր։ Կոմիտաս վարդապետի անժամանցելի գործը համապարփակ ներկայացնելը մերօրյա սերնդի մեր սուրբ պարտքն է, ասել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Սփյուռքի նախարարությունը որոշեց այս տարի Կոմիտասին առավել հանրահռչակել, Կոմիտասյան փառատոն անել, Կոմիտասով ապրող, շնչող, Կոմիտասյան խմբեր հրավիրել Հայաստան, Գերմանիայից, Ռուսաստանից, Ստամբուլից, որպեսզի մենք կարողանանք մեր մեծին ըստ արժանվույն գնահատել։ Կարծում եմ, որ այս փառատոնը պետք է ավանդական դառնա։ Այս փառատոնը պետք է ազդարարի աշխարհի այն քաղաքներում, որտեղ իր կյանք, իր գործունեությունը ծավալել է Կոմիտասը, անընդհատ հիշեն, ներկայացնեն եւ մեծարեն մեր մեծին։ Կոմիտասը դա հայ ժողովրդի երգի մաշտոցն է։ Կոմիտասը այնքան մնայուն հսկա է, որ նրա ջինջ, զուլալ, մաքուր երաժշտությունը պետք է փոխանցվի սերնդեսերունդ։ Կոմիտասը բոլորիս մեջ է։ Կոմիտասը զգում, շնչում եւ Կոմիտասով ապրում է յուրաքանչյուր հայ, յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր գերմանացիները, նույնիսկ թրքուհին այդքան գեղեցիկ Կոմիտաս է երգում։ Եվ այսօր մենք խոնարհում ենք նրա պայծառ հիշատակի առաջ։ Կոմիտասը անեզերք է, վեհ է, մեծ է, երկնային է եւ այդ երկնային մեծությունը պետք է տարածվի աշխարհով մեկ։ Եվ ես կարծում եմ, որ նման փառատոնը գալիս է եւս մեկ անգամ Կոմիտաս բանաստեղծ, Կոմիտաս հոգեվորական, Կոմիտաս բանահավաք, Կոմիտաս երաժիշտ, Կոմիտաս նկարիչ եւ վերջապես Կոմիտաս մարդը ներկայացնելու ինչպես այսօրվա սերունդներին, այնպես էլ ողջ աշխարհին։ Փառավոր նախաձեռնություն է վերցրել Սփյուռքի հայության նախարարությունը Տիկին Հրանուշ Հակոբյանը անձամբ եւ սա անշուշտ աշնանային Հայաստան տարածքի համար հրաշալի տոնական իրադարձություն կարող է դառնալ։ Ես անշուշտ ծանոթ եմ ծրագրերին, դա խոստանում է լինել փառավոր տոն, կոմիտասյան տոն, որտեղ կլինի եւ երգչախումբ, երգեցողություն, եւ կլինի մենակատար երգեցողություն, եւ կլինի գիտական մտքերի փոխանակում, ճամփորդություն Հայաստանի տարածքներով, կոմիտասի ուղիներով, գեղեցիկ տոնական իրադարձությունների շեմին ենք։ Վերջապես անդրադարձանք Կոմիտասին շնորհիվ մեր շատ հարգարժան Հրանուշ Հակոբյանին, որը կազմակերպեց այս գեղեցիկ միջոցառումը, այսօր առաջին քայլն է եւ մենք կարողացանք մեր սրբազան պարտքը կատարել դեպի Կոմիտաս վարդապետը, դեպի իր գործունեությունը, որը հայ ժողովրդի համար եղել է մեծ բարիք, որովհետև հայ ժողովուրդը հատկապես Կոմիտասի միջոցով ծանոթացվել ամբողջ աշխարհին եւ ես կարծում եմ, որ նման միջոցառումները պետք է շարունակվեն ոչ միայն այս տարի, այլ բոլոր գալիք տարիները։ Ես ցավ եմ հայտնում, որ Կոմիտասի թանգարանը այսօր չկարողացանք բացենք, բայց լավ է ուշ, քան երբեք։ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի կարևորագույն գործերից մեկը այստեղ Կոմիտասի թանգարանի ստեղծումն է, որը կարծում եմ կդառնա մնայուն արժեք եւ վայր նրա, այսպես ասած, հուշակոթողի կողքին Կոմիտասը կամբողջանա մի ամբողջ համալիր այս պանթեոնի մեծերի շարքին եւ ցեղասպանության կարևորագույն խորհրդանիշերից մեկը նաեւ կդառնա այս թանգարանը։ Կարծում եմ բոլոր նրանք, ովքեր ունեն մասունքներ, ովքեր ունեն փոքրիկ հիշողություններ Կոմիտասի մասին, պետք է որ բերեն եւ դա դառնա հավաքատեղին մեր մեծն վարպետի։ Ամենայն պատասխանատվությամբ մոտենալով հայանպաստ մշակութային այս համախմբմանը 2013-ի հունվար ամսից սկսած Իմ Հայաստան համահայկական փառատոնը համակարգող անձնակազմը Սամվել Հարոյանի գլխավորությամբ սկսեց իրականացնել նախապատրաստական աշխատանքները։ Ստեղծվեցին Կոմիտաս վարդապետ համահայկական փառատոնի գեղարվեստական եւ համակարգող խորհուրդներ, մշակվեցին ծրագրեր, տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ հայ երաժշտագետների, կոմիտասագետների, արվեստի գործիչների հետ, ուղարկվեցին տեղեկատվական նամակներ սփյուռքյան մշակութային եւ հասարակական կառույցներին, անհատներին, ուսումնասիրվեցին Կոմիտասի կյանքին եւ գործունեությանը նվիրված բազմաթիվ գրքեր, հոդվածներ եւ այլ հրատարակություններ։ Արդյունքում մշակվեց Կոմիտաս վարդապետ համահայկական փառատոնի ընդգրկուն ծրագիր, որն էլ իրականացվեց 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 3-ը։ Փառատոնի մեկնարկը տրվեց Կոմիտասի ծննդյան օրը սեպտեմբերի 26-ին այցելությամբ Կոմիտասի շիրիմին Պանթեոնում։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, աշխարհահռչակ խմբավար Հովհաննես Չեքիջյանը, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, մշակութային հասարակական գործիչներ, Սփյուռքից ժամանած հյուրեր, կոմիտասյան արվեստի երկրպագուներ։ Մասնակիցները ծաղկեպսակ դրեցին Կոմիտասի շիրիմին եւ խնկարկեցին։ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահե Քահանա Հայրապետյանը հոգեհանգստիկ կարգ կատարեց։ Այնուհետև կոմիտասյան ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Գերմանիայի Համբուրգ քաղաքի Գայանե, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի Նորահրաշ եւ Օվսաննա երգչախմբերը։ Նույն օրը երեկոյան Արնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։ Վենեսուելայի հայոց հոգևոր հովվության առաջնորդ Կոմիտաս arczepiskopos Օհանյանը իր օրհնանքի եւ գնահատանքի խոսքը բերեց փառատոնի կազմակերպիչներին եւ մասնակիցներին։ Ողջունելով մասնակիցներին, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ազդարարեց Կոմիտաս վարդապետ համահայկական փառատոնի բացումը։ Փառատոնի պաշտոնական բացմանը հաջորդեց համերգային մասը։ Ելույթներ ունեցան Իրանի Թեհրան քաղաքի Արարատ, Սիրիայի Կռունկ, Մոսկվայի Նորահրաշ եւ Օվսաննա, Գերմանիայի Գայանե երգչախմբերը, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Վասպուրիկ խմաճիկների թատրոնը, երգիչներ եւ երաժիշտներ Լիբանանից, Գերմանիայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Արցախից։ Հաջորդ օրը, սեպտեմբերի 27-ին, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում
Կոմիտասի կյանքին եւ գործունեությանը նվիրված զեկուցումով հանդես եկավ կոնսերվատորիայի դասախոս Կարինե Բրությանը։ Երեկոյի մասնակիցներին ողջունեց կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանը, ապա տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետ նկարազարդ գրքույկի եւ հավերժի ճամփորդը ձայնասկավառակի շնորհանդեսը, որը ներկայացրեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սամվել Հարոյանը։ Հավաքական այս գրքույկի մեջ մենք փորձեցինք Կոմիտասին ամբողջովին ինչքան որ հնարավոր է ներկայացնել։ Այստեղ աշխատել են բավական լուրջ արվեստագետներ։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան երգիչներ, ջութակահարներ եւ դաշնակահարներ տարբեր երկրներից։ Սեպտեմբերի 28-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի այգում Կոմիտասի արձանի մոտ տեղի ունեցավ բացօթյա համերգ, կատարումներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցու կամերային երգչախումբը, Գերմանիայից, Իրանից, Սիրիայից, Ռուսաստանի Դաշնությունից ժամանած երգչախմբերը։ Ելույթներ ունեցան նաև կոնսերվատորիայի շրջանավարտներ եւ ուսանողներ, իսկ վերջում փառատոնի բոլոր մասնակիցները կատարեցին Կոմիտասի հայրապետական մաղթանքը։ Առավել հուզիչ էր Երևանի Փարոս կամերային երգչախմբի հաշմանդամ կատարողների ելույթը։ Սեպտեմբերի 29-ին փառատոնի մասնակիցները ուղևորվեցին Էջմիածին, որտեղ սկզբում կազմակերպվեց այցելություն Գանձատուն։ Ապա բոլորը ներկա գտնվեցին Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի պատարագին նվիրված Վարագա Սուրբ Խաչի տոնին։ Պատարագից հետո Գևորգյան ճեմարանում տեղի ունեցավ հանդիպում Մայրաթորի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Վարդան վարդապետ Նավասարդյանի հետ։ Բոլոր ներկաները միաձայն կատարեցին հայր մերը, ապա առանձին կատարումներով ելույթներ ունեցան մասնակից երգչախմբերը։ Հաջորդ օրը սեպտեմբերի 30-ին փառատոնի սփյուռքահայ մասնակիցները այցելեցին հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ ծաղիկներ դրեցին հայոց եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Շատերն առաջին անգամ լինելով ծիծեռնակաբերդում անկարող եղան զսպել արցունքները, երբ ծանոթացան եղեռնի ամբողջական պատմությանը, որը թարգմանվում էր նաեւ ռուսերեն լեզվով։ Իսկ այցելության ամբողջ ընթացքում հուշահամալիրում հնչում էր կոմիտասյան երաժշտությունը։ Նույն օրը երեկոյան Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ համերգ ճապոնական Կոտո նվագարանի ուղեկցությամբ։ Ելույթ ունեցան Ճապոնիայից եւ Ավստրիայից ժամանած ճապոնացի երաժիշտներ Ասուկա Յոշիզակին, Յուհեյի Ցուչիդան եւ մեր հայրենակից ջութակահար Կարեն Իսրայելյանը։
երկրորդ բաժնում տեղի ունեցավ հավերժի ճամփորդը ներկայացման պրեմիերան Ծաղկազարդ երգչախմբի մասնակցությամբ։ Կոմիտասի դերում հանդես եկավ հանրապետության վաստակավոր արտիստ Սարգիս Տանջարյանը, ներկայացումը անմոռանալի տպավորություն թողեց հանդիսատեսի վրա։ Հոկտեմբերի 1-ին փառատոնի մասնակիցները շուրջ 100 հոգի մեկնեցին Շիրակի մարզ, սկզբում այցելելով Հարիճավանք, որտեղ մեծ երգահանը ծառայել է եւ զբաղվել բանահավաքությամբ։ Այնուհետև Գյումրի քաղաքի թիվ 21 Օյումջյան դպրոց վարժարանի դահլիճում իրականացվեց համերգային ծրագիրը, ելույթ ունեցան 9 երկրների ժամանած 7 երգչախումբ եւ 11 անհատ կատարողներ։ Հոկտեմբերի 2-ին մասնակիցները ուղևորվեցին Լոռու մարզ։ Վարդաբլուր գյուղի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի անձնակազմը գյուղապետի եւ Լոռու մարզպետարանի գլխավորությամբ կազմակերպել էր ջերմ ընդունելություն եւ կոմիտասյան գողտրիկ միջոցառում։ Երաժշտություն ընդհանրապես համաչափության ու ներդաշնակության այդ հզոր աղբյուրը Աստված մարդուն տվել է ոչ հանունական շոյելու, այլ նրա համար, որ հոգու խախտված շրջապտույտը, որը նրբությունից ու նրբագեղությունից զրկված մարդու մեջ հաճախ դրսևորվում է հանդգնության եւ անառակության տեսքով, վերականգնվի ու պատշաճ վիճակի բերվի։ Ահա արվեստի ուժը, ահա երաժշտության ուժը բոլորիս նկատմամբ, թե ինչ ներգործություն է գործում։ Այնուհետև